Հանրապետության նախագահի շատ հստակ ամբողջական կոչից հետո եւ ազդակից հետո այսօր համանախագահ երկրների արտգործնախարարները խոսում են այն բառապաշարով, այն գաղափարների շուրջ, որի մասին խոսել է մեր նախագահը։ Պարոն Շարմազանով, իսկ Հայաստանի իշխանությունների տրամադրվածությունը այս պահին ինչպես հանդիպումը կկայանա արտգործնախարարների նախ մակարդակով, ապա արդեն նախագահների։ Ես նշեցի, որ նախագահների հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը օրենքով սահմանված ժամկետներում դուք կունենաք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, իսկ ինչ վերաբերում է իմ մասնավոր դիրքորոշմանը, ես ասացի, որ իմ դիրքորոշումը հետևյալն է, որ համանախագահ երկրների նախարարների այս հայտարարությունը գոնե այնտեղի արկա բառապաշարը շատ նման է եւ համահունչ է այն բառապաշարին, այն մտքերին, որի մասին խոսել է հանրապետության նախագահը։ Այսինքն այն առաջարկները, որ արվել են հանրապետության նախագահի կողմից, գոնե հիմնական մասը, այսօր մենք տեսնում ենք, ներառված են այդ հայտարարության մեջ։ Ընդհանրապես մի քանի տողանոց հայտարարություն է, բայց այնտեղ մենք տեսնում ենք, որ թե վստահության մեխանիզմների մասին հստակ խոսք կա, եւ թե զինադադարի ամենապատման ռեժիմի մասին, ինչի մասին խոսել է հանրապետության նախագահը։ Շավարժ Քոչարյանը հայտարարություն էր տարածել ավստրիական թերթերից մեկին, որ կողմ է, որպեսզի Հարավային Կովկասի երկրների նկատմամբ զենքի էմբարգո կիրառվի։ Այո, դուք համամիտ եք այդ հայտարարության հետ եւ արդյոք Հայաստանը պետք է դիմի համանախագահ երկրներին, որոնք նաեւ Շավարժ Քոչարյանը պատահական մարդ չէ, Շավարժ Քոչարյանը Հայաստանի իր անձնական կարծիքն է։ Իհարկե, անձնական կարծիքը ասելը չի նշանակում, որ ինքը պատահական մարդ է։ Ինքը Շավարժ Քոչարյանը շատ դուրս քաղաքական գործիչ է, մեր քաղաքական ճանապարհ է անցել, այն քիչ մարկանցից է, ովքեր որ կոմպլեքս տիրապետում են Ղարաբաղյան հիմնախնդրի թե պատճառներին, թե հետևանքների ու պատճառների վերահսկման ճանապարհներին, հայրենասեր անձնավորությունը իմ ավագ ընկերն է եւ շատ հետաքրքիր կարծիք է արտահայտել։ Հայաստանը խաղաղասեր երկիր է, մենք բացառապես խաղաղություն ենք քայլում, բնականաբար մենք երբեք սպառազինությունների մրցավազքով հիացած չենք եղել եւ մշտապես դա քննադատել ենք։ Սա էլ իմ պատասխանն է ձեզ։ Բայց քանի դեռ Ադրբեջանը զինվում է, Հայաստանը պետք է առաջնորդվի, ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի, փիլիսոփայությամբ։ Եվ խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, խոսքը նաեւ Թուրքիայի մասին է, դժբախտաբար մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ունենք երկու հարևաններ եւ Հիտլերի ու Մուսոլինիի նման Ալիևն ու Էրդողանը իրար հետ մրցույթ են կպել, թե ով է ավելի ֆաշիստ ու նացիստ, եւ այս իմաստով բնականաբար մենք պետք է շրջահայաց լինենք եւ ճկուն։ Այլ ճանապարհ չունի, իշխանությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ եւ բոլոր վատ երևույթների դեմ։ Եվ սեղ այլ ճանապարհ չկա։ Եվ այդ սկզբունքները նախանշվել են հանրապետության նախագահի ելույթում փետրվարի 12-ին եւ մինչեւ ապրիլյան պատերազմը հանրապետության նախագահը տվել է հստակ հանձնարարականներ իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներին, ավելի նշել է, որ այն պաշտոնյաներ, ովքեր որ չեն համապատասխանի այդ չափանիշներին, չեն ունենա բավարար քաղաքական կամք իրականացնելու այդ բարեփոխումները եւ կամ չեն լինի համակարգում։ Եվ այստեղ ճանապարհի հրաժարականներ կլինեն։ Հրաժարականները իրենք կենթանի քաղաքականությունը ինքը կենթանի process է եւ հրաժարականները իսկ ով է ասել, որ ես կամ ինչ-որ մի պաշտոնյան պապենական այդ պաշտոնի հետ պաշտոնը ընդհանրապես դա պատասխանատվություն է, պաշտոնը դա պատասխանատվություն է եւ հանրապետության ղեկավարը կորոշի, ով որտեղ կաշխատի, ինչ հարցի բարեփոխումների կայացման անհրաժեշտությունից։ Սա նոր բան չէ, որ այսօր վարչապետն ասել է, իհարկե դրական եմ համարում վարչապետի այս գնահատականները, գործադիրի ղեկավարի այն գնահատականները, որ նա պատրաստական է կառավարության անդամների հետ միասին այդ մարտահրավերներին դիմակայել, շատ կարևոր է, որ գործադիրի ղեկավարը գտնում է, որ կան խնդիրներ եւ նաեւ նշում է, որ բավարար չեն դրա դեմ պայքարի մեխանիզմները, մենք էլ պատրաստ ենք օժանդակել, որպեսզի աստիճանաբար բոլոր այն բացասական երևույթները, որոնք որ կան մեր հանրության մոտ, օր առաջ դրական լուծում ստանան կամ գոնե եթե ոչ դրական լուծում ստանան, գոնե լուծումների ճանապարհները մենք գտնենք եւ գնանք դեպի լուծումներ, այլ ոչ թե օր-օրի ավելացնենք այդ խնդիրները։ Ես դրական սպասումներ ունեմ, որովհետեւ այլ ճանապարհ չունենք, որովհետեւ կոռուպցիան այո ախտ է, կոռուպցիան այն հիմնական մարտահրավերներից է, որ կա, հովանավորչությունը այն մարտահրավերներից է, որ կա, ես
այլ ճանապարհ չկա եւ համարական բարեփոխումները իրենք հենց այնպես ինքնանպատակ բարեփոխումներ, համարական բարեփոխումները դրանք համակարգային բարեփոխումների սկիզբն են Հայաստանում եւ հանրապետության նախագահը ինքն է նախաձեռնել այդ բարեփոխումները այն գիտակցումով, որ այո բաներ կան, որ պետք է բարեփոխվեն եւ շատ ոլորտներ կան, որ բարեփոխվեն, շատ մարդիկ կան, որ պետք է բարեփոխվեն։ Այստեղ եւ ես հետ այսինքն իշխանությունը խոստովանում է կառավարության տապալումը, խայտարակ տեսության ձախողումը։ Չէ, ես տապալում եւ ձախողում տերմիններ օգտագործել, խոսքը չի գնում տապալման եւ ձախողման մասին, խոսքը գնում է ավելի արդյունավետ աշխատելու մասին, սխալները ավելի արդյունավետ եւ ավելի ինտենսիվ վերհանելու մասին, ավելի բաց ու հրապարակային աշխատելու մասին, որը կհանգեցնի արդյունավետության բարձրացմանը, որը մեկս էլ կատարյալ չեն, երեք էլ եմ ասել, թող քարնետի առաջինը նա, որ մեղավոր չէ։ Բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս էլ ունենք թերություններ, շատ ավելի վտանգավոր է, որ դու թերությունները կոծկում ես, թերությունները չես տեսնում, թերությունները գեղեցիկ փաթեթավորում ես եւ գնում ես ոչ թե բովանդակության, այլ ձևի հետևից։ Մեր խնդիրները նաեւ եղել են նրանից, որ մենք շատ հիմնականում ձևին ենք ուշադրություն դարձել, պետք է բովանդակության ուշադրություն դարձնել եւ կարծում եմ, որ կառավարության այս նախաձեռնությունը պետք է ողջունվի եւ նաեւ դուք որպես լրատվամիջոցներ պետք է օժանդակեք եւ իշխանությանը եւ հանրությանը, որպեսզի մենք կարողանանք ուր առաջ լուծել այդ խնդիրները։ Սերժ Սարգսյանի հայտարարությունից 2 ամիս է անցել։ Փաստորեն պատերազմը խանգարեց կառավարությունը արագ չկատարեց այս քայլերը, ինչն է խանգարում, որ շատ արագ լուծումներ տրվեն։ Ուրեմն հարցեր կան, որոնք լուծումներ տրվում են, բայց արդյունքները երևում են մի քանի ամսից, մի քանի տարուց։ Հասկացանք, չէ՞։ Սերմը որ ցանում ես հողի մեջ, ինքը միանգամից պտուղ չի տալիս, բայց դու սերմը արդեն ցանել ես։ Սերմը պետք է ջրվի, պետք է հոգ տարվի, պետք է չտրորվի, պետք է ժամանակին արև լինի, ժամանակին անձրև լինի, այսինքն պետք է հոգ տանը, պետք է դու նաև անես ամենօրյա աշխատանք, որպեսզի այդ սերմը ի վերջո հանգեցնի դրական պտուղի։ Սերմը ցանվել է հանրապետության նախագահի կողմից, մենք բոլորս ես էլ միասին պետք է հոգ տանենք, որպեսզի յոնջաները այդ սերմին կուլ չտան, որպեսզի սերմը իրոք գա եւ դառնա շատ լավ պտուղ, որը կլինի առողջ Հայաստանի առողջ պտուղը։